ինչ տեղի ունեցավ հա ցեղասպանության օրը դրոշի այրում արձագանք եւ 4 պատերազմ բերած Նիկոլը եւ Ալիևի հայտարարությունը, որ 3 հանրապետություն այլևս Կիպրոսը համարում են եւ մեկ ազգ։ Տիկին Թովմասյան վերջի անգամ Նիկոլից այդպիսի Հայաստանն էլ են համարում, ես վստահեցնում եմ, ուղղակի Նիկոլը, քանի որ այստեղ իրենց իշխանության տեղապահն է, իրենք շատ լավ գիտեն, որ հատվածին, որ կարողանալու են սպանեն, մորթեն ցեղասպանությունը շարունակելով, որ հատվածին էլ որ չեն հաջողի, չեն կարողանա, Նիկոլը հեշտությամբ կվերացնի Հայաստանի սահմանադրությունը, անկախության հռչակագիր, իսկ եթե Հայաստանում չկա իրավական փաստաթուղթ, որը հիմք է նրա, որ մենք անկախ պետության եւ պետականության կրող քաղաքացիներ ենք, այսինքն Հայաստանի քաղաքացիներ ենք, վերջ վերանում է ամբողջ պատմությունը։ Նիկոլը վերջի անգամ այսպիսի սուր արձագանք էր տվել, եթե կհիշեք, այն մարդկանց սոցիալական ցանցերում, որոնք տարածում էին այն ադրբեջանցիների երգ ու պարն ու ծաղրը Հանրապետության հրապարակում, որ ուղղված էր Հայաստանին, հայերին եւ Հայաստանի քաղաքացիներին։ Նույն այդ իր ջղաձգումների շրջանակներում այս անգամ խոսնակին է հանձնարարել խոսել դրոշները այրելու մասին։ Դուք չեք մտաբերի, որ Նիկոլը դատապարտած լինի Ալիևին, երբ քայլում էր Արցախի դրոշի վրայով։ Դուք չեք մտաբերի դեպք, երբ որ Հայաստանի այս իշխանազավթները որևէ կերպ դատապարտած լինեն, անգամ այն ցածր մակարդակի, հա, ուսապարկերի մակարդակի, դատապարտած լինեն այն, որ Բաքվի փողոցներում Հայաստանի դրոշը անարգում էին, ոտնատակ էին տալիս։ Երբևէ չեք լսի, որ ինքը դատապարտի Էրդողանին, որը հայոց ցեղասպանությունը պարտակելու, հայոց ցեղասպանության փոխարեն ինչ տերմինոլոգիա ասես օգտագործում է, վերջում էլ ավելացնում է, դե չգիտեմ, հիվանդություններ, ինքնասպանություններ են, 1.5 միլիոն հայ տենց մի օր որոշել է ինքնասպան լինի։ Երբեք չեք լսի, որ Նիկոլը այս ամեն ինչը դատապարտի, ինքը կդատապարտի հայերին, ովքեր որ ադրբեջանցիներին ուզում են հակահարված տալ, ուզում են պաշտպանվել եւ ունենալ պետականություն, եւ հայերին, ովքեր որ այրում են թշնամու դրոշը, որը ցեղասպանել է մեր նախնիներին, զրկելով մեզ հայրենիքից, ու այսօր էլ Նիկոլի վրա ամենաշատն ազդում է այդ պահանջատիրությունը։ Ես ունեմ այդ բացատրությունը, թե ինչու են այդքան շոկային արձագանքել, որովհետեւ այդ նույն ջահերով երթը, պահանջատիրության երթը, որը ամենամյա է Հայաստանի Հանրապետությունում եւ հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցում են այդ պահանջատիրության երթին, սա Նիկոլը ընդունել է որպես անձնական վիրավորանք, որովհետեւ երբ որ Էրդողանին եւ Ալիևին ինքը համոզում է, վստահեցնում է, որ վերջ, ես հայոց պատմությունը հանել եմ, արդեն գոյություն չունի, եկեղեցու պատմությունը հանել եմ, հայ առաքելական եկեղեցուն լուսաբանել եւ վեհափառի գործողությունների եւ հայկական գործունեությունը լուսաբանել այլևս արգելված է։ Ես որևէ կերպ Հայաստանում ազգային ուժերին բացի կալանքից եւ կալանավայրերից ուրիշ ոչ մի օրակարգ չունեմ իրենց հետ աշխատելու եւ մեկ էլ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվում են Հանրապետության հրապարակում Երևանի ցույց տալով, որ դա ձեր ծախված Նիկոլն է եւ ձեր օրակարգը, մեր ազգային ինքնության, արժանապատվության եւ պետականության այո ծանր օրեր ենք մենք այսօր ապրում, բայց մենք չենք պատրաստվում այս ամեն ինչը ձեզ հանձնել։ Ընդ որում Տիկին Թովմասյան այս խուլիգանապետը Արամ Հովհաննիսյան կոչվածը, որը Նիկոլի աթոռը պաշտպանելով է զբաղված, լծված էր ամեն ինչ անելու, որպեսզի ջահերով երթը չկայանա եւ 19:30-ին պիտի մեկնարկեր արդեն միջոցառումը, 19:10 րոպեեր դեռևս Հանրապետության հրապարակը երթևեկությունից ազատված չէր եւ երբ որ այդ խուլիգանապետին հարցնում են թե ինչու երթևեկությունը կանգնեցված չի, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդիկ պիտի այստեղ գան, ամեն տարի էլ եկել են ու վստահաբար դուք կարողանալու եք, դուք գիտեք, որ այդ մարդիկ անհրաժեշտություն ունեն ուղղակի տեղաշարժվելու, ինքը ասում էր դե նորմալ է, ըստ էության արհեստական խոչընդոտներ ստեղծելով 20 րոպե էր մնացել, որպեսզի ջահերով երթը մեկնարկի, դեռ Հանրապետության հրապարակը երթևեկությունից ազատված չէր։ Այս է այն ամեն ինչն է, ինչ պետք է իմանալ այսօր զավթված պետության մասին։ Երբ որ մենք ասում ենք, որ պետությունը զավթված է, հնարավորություն չկա իրացնելու անգամ այն ամենակենսական իրավունքներն ու ազատությունները, այ հենց սրա մասին ենք խոսում, որ խուլիգանապետ, ոստիկանապետը դարձել է խուլիգանապետ, քնչական մարմիններն ու իրավապահ համակարգը հային բռնելու եւ դիվերսանտ ադրբեջանցուն ժամերի ընթացքում արդարացնելու մասին են եւ
ճոխություն է խոսել, թե ինչ պիտի մենք անենք արտաքին հարաբերություններ եւ ինչ կարող ենք անել։ Այս միջադեպը նաեւ պարոն Շարմազանովի հետ հանրապետական կուսակցության պատվիրակության հետ ինչա տեղի ունեցել, որտեղ բացակայ է Հայաստանի իշխանությունը, գոյություն չունի Հայաստանի իշխանություն։ Եթե չասեմ, որ ադրբեջանական պատվիրակության Սա օրինակ է, ոչ թե պիտի այսպես լինի, սա նաեւ պատասխան է եղել ադրբեջանական կողմի, որտեղ դրանից առաջ իրենք խոսել են, չէ՞, ասել են, որ մենք էլ ենք ֆաշիզմից այսպես ազատվել, ծաղրով փորձելով Հայաստանին մեղադրել։ Պիտի շատ ճիշտ էր Միրանյանի ասածը, պիտի իգիտություն ընդունել մեր երկիրը գրաված է թշնամու կողմից եւ պիտի այնպես ներկայանանք, որ այս սա մի առանձին մենք ենք մեր հայերով առանձին պետությունը եւ պիտի պետության փոխարեն, որտեվ չկա գրաված է։ Այս աշխատանքը պիտի անեն, այսինքն լավ կլիներ, որ միչեւ իրենց խոսքը ասեր մեր պատվիրակությունը եւ Բարգավաճ, ես չգիտեմ էլ ովքեր կային, Բարգավաճ Հայաստանն է, երկու ուժերի ներկայացված կուսակցության ներկայացուցիչ, լավ կլիներ, որ իրենք խոսեին եւ ավելին իրենք ասեն, որ դուք հիմա միչեւ ադրբեջանցիների խոսքը ասել, որ ֆաշիստ չեք, ինչ եք, ասենք դրանից հետո այս ցեղասպանությունից հետո դուք շարունակում եք գերիներ պահել։ Լավ կլիներ, որ ոչ թե արձագանքեն, այլ իրենք այդ խոսքով հանդես գան եւ առհասարակ սա իգիտություն լինի մեր ընդդիմադիր բոլոր գործիչներին, որ հնարավոր բոլոր առիթները օգտագործեն, չնայած շատ կարճ է մնացել այս բոնժերին, բայց կապ չունի, բոլոր առիթներն ու հնարավորությունները օգտագործեն, որ պատասխան տան Հայաստանի պետության փոխարեն, որ գոյություն չունի, որտեղ գրավված է։ Այո, նաև միջազգային դատարանների մասով, եթե թույլ կտակ Տիկին Թովմասյան, իրենք ոչ միայն անգործության են մատնվել, այլ ամեն ինչ անում են, որպեսզի նույնիսկ այն հայցերը, որոնք անհատական մակարդակով կամ պետության անունից Հայաստանի քաղաքացիների ճնշման արդյունքում ներկայացվել է, հիմա դրանք թողնվեն առանց քննության կամ մերժվեն, որտեղ այսօր Հայաստանը չունի միջազգային դատարաններում ներկայացուցիչ, Նիկոլյան աշխատանքից հանել է եւ այդ Եղիշե Կիրակոսյանը անգամ այդքան արժանապատվություն մասնագիտական, մարդկային արժանապատվություն չի ունեցել, որ Հայաստանի քաղաքացիներին կանգնի եւ պարզ ճշմարտությունը ասի, որ ինձ աշխատանքից հանելը կամ ինձ, չգիտեմ, ստիպելը դիմում գրելը ունի մեկ նպատակ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պարտվի բոլոր միջազգային դատարաններում։ Այն պահանջը, որ Նիկոլի փրցուցա տալիս, որ այս մի պահանջը Ալիևի հլը չեմ արել, եկեք համատեղ անենք, չէ՞, հայցերից հրաժարվելը միջազգային դատարաններում։ Դա եւս սուտ է, որովհետեւ ինքը արդեն իսկ հրաժարվել է այդ հայցերից, երբ որ այս պահի դրությամբ էլ Ալիևը իր հանցավոր եւ ահաբեկչական ռեժիմը նոր պահանջներ է ներկայացնում միջազգային դատարաններում Հայաստանի դեմ, Հայաստանի քաղաքացիների դեմ, այդ ժամանակահատվածում Նիկոլը այնպես է անում, որ մեր ներկայացրած բոլոր հայցերը մերժվեն, թողնվեն առանց քննության, որտեղ չկա կողմ, չկա ներկայացուցիչ, Հայաստանը տոտալ անգործություն եւ ուղղակի անհետեւողականություն է դրսեւորում այս հարցում։ Բայց ինչպես յուրաքանչյուր մարդ, ով որ աշխատել է կամ աշխատում է Նիկոլի հետ, այնպես էլ Հայաստանում Հայաստանի միջազգային դատարաններում ներկայացուցիչը ինչ որ մի անատամ վախվորած շնորհակալության տեքստով է լքում Նիկոլի աշխատակազմը, ցույց տալով, որ իր համար միևնույն է եղել Հայաստանի իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի շահերի պաշտպանությունը, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ըստ էության իրենցից ավելին սпасելու էլ չկա, բայց նաև ես ուզում եմ, որ մենք հիանալի հասկանանք, որ այո, այլընտրանքային գործողություններ պետք է, հակահարված այն չափով, որ մենք կարող ենք պետք է, բայց Հայաստանում լիարժեք վերականգնում, իրավունքների պաշտպանություն, պետականության վերականգնում կարող է լինել, այո, միանշանակ սրանց